Երես իզուրա քեզ բաց թողել, պիտի մորթեր, բայց ոչինչ, էդ ես կանեմ։ Պետք չի տես։ Եկել էր, որ սիրաշահեիր, հանգստացնեիր, թե կապտուկները մշակեիր։ Դղես ես ինչ որ դու մտածում ես։ Ես ոչ մտածում եմ, ոչ էլ երևակայում եմ, ես տեսա, իմ աչքերով եկա ու տեսա։ Դու ամեն ինչ սխալ ես հասկացել, դե խոսա, ասա, որ ես մեղավոր չեմ։ Գոնե տեժան սատերովդ մի փորձի քեզ փրկես, մաքրես ես խայտառակությունից։ Ես զզվում եմ քեզնից, զզվում եմ ինձնից, որ քեզ աստվածացրել եմ ու պաշտել եմ։ Որվի մեծեց։ Հիմա չգիտեմ, քեզ եմ ուզում սպանեմ, թե սրան։ Հերի դու սարի, յալի։ Մի կապի ինձ։ Տղես ավելի լավ այն սպանես, քան հիմա իմ հետ սենց վարվես։ Զզվում եմ քեզից, զզվում եմ հորիցս, ով եք դուք ընդհանրապես, ու ինչ արեցիք իմ հետ։ Լես ինձ մի րոպե, ես իմ համար տանը հանգիստ նստած էի, սոս եկավ ու ես քեզ խնդրում եմ հավատա ինձ, ես քո մայրն եմ, մենք իրար միշտ հավատացել ենք։ Հենց այդ է եղել իմ սխալը։ Ես իմ իսկական մորը չհավատացի, չներեցի, մի գրամ սեր չտվեցի, որովհետև ինքը իմ համար ներման արժանի չէր։ Ու դու ես եղել իմ իդեալական մոր կերպարը, դու! Ես իրան հնարավորություն չտվեցի, որ ինքը իր սխալը ուղեր, իսկ հիմա ապրում եմ ծանրացած հոգով, միշտեր պարզվում է ինչ, որ ինքը քո կողքին սուրբ էր։ Ավելի լավ էր իրա փոխարեն ես մեռնեի տղես, քան այսօր ես խոսքերը քեզնից լսեի։ Դու գիտես ես քեզ ինչքան եմ սիրում։ Չկպնես ինձ։ Ես էլ չգիտեմ ոնց ասեմ, որ հավատաս։ Ես մեղավոր չեմ, ինքը ինձ համբուրեց։ Ես ինչ եք հատներս պատմում, չթողնեիր, հետ քաշվեիր, գլուխը ջարդեիր, չգիտեմ դուրս շպրտեիր։ Ես Չեմ ուզում ձենդ լսեմ։ Տղես։ Եթե ամեն ինչ լիներ նենց ոնց որ դու ասեցիր, ես հիմա կմտնեի ու դրա վիզը կկտրեի, բայց ես ոչ մի քո խոսքին չեմ հավատում։ Աննապագրատառն եմ։
ուզում։ Նոր պայր չուզեցի խառնվել։ Երբ որ պետքա չես խառնվում, ու ոչ թե նրա համար, որ դու այդքան բարի ես, այլ որովհետև դու մարդ չես։ Ինչի համար ես խայտառակությունը սարքեցիր իմ գլխին։ Ինչա քո ուզածը, որ ես չկարողանամ իմ երեխեքի աչքերի մեջ նայեմ, որ ես մենակ մնամ։ Ես քեզ սիրում եմ, Աննա։ Քո այդ սերն էր, որ իմ ամբողջ կյանքը թունավորեց։ Ոչ մի անգամ ինձ համար սենց չպայքարեցիր։ Քուրդ ճիշտ էր ասում, դու ինձ երբեք չես սիրել։ Միքայելի գիրկն ես վազել, փոխանակ ինձ համար պայքարեիր, ոնց որ հիմա պայքարում ես ընտանիքիդ համար։ Հիմա հասկանում եմ ճիշտ եմ արել, որ չեմ պայքարել։ Ինչի համար ես խայտառակությունը սարքեցիր իմ գլխին, գնա։ Գնա։ Լավ ուր կլինի այդ մարդը։ Չեմ հասկանում, խի մեզ չի զգուշացնում տնից դուրս գալու համար։ Չի մտածում, որ կանանգ ստանանք իր համար։ Ավելի ճիշտ կլինի, որ խոճապի չմատնվենք։ Բաժանորդը ժամանակավորապես անհասան։ Խնդրեմ, անհասանելի է։ Չէ, ես չեմ կարող հանգիստ տունը նստել։ Ես գնում եմ գտնեմ հորս։ Արամ, սպասի։ Խնդրում եմ մի քիչ էլ համբերի կհասկանանք ինչ ենք անում։ Ինչը հասկանանք, Մերի, ես այդ մարդուց ինֆորմացիա չունեմ, չգիտեմ ուր է, ինչ է անում։ Ես չեմ կարող հանգիստ տունը նստել։ Ես գնում եմ հորս հետևից։ Լավ, բայց ուր ես գնում, որտեղ ես փնտրելու, ոչ մի տեղեկություն չունես դու։ Դուրս գամ կհասկանամ։ Հերին խոստացավ լռել։ Ինձ էլ խոստացավ, որ ոչինչ չի ասի Անգելինային։ Հերին խոստումը կպայի, ես վստահ եմ։ Եթե ասելու լիներ, ես ճշմարտությունը երկար ժամանակ է բացահայտված է։ Կասել էլի։ Ուր ենք հասել։ Արդեն հերին ենք խնդրում, որ մեզ ընդառաջ։ Դրանը վատ բան չկա։ Դուք ես դրանից վատ մի զգա։ Ես ինձ վատ չեմ զգում։ Հատկապես, որ գիտեմ ես քայլերը արվում է, որ աղջկաս կողքից պահեմ։ Դա Աստված որ երբեք չբացահայտվի այդ գաղտնիքը։ Ես պատրաստ եմ յուրաքանչյուրի մոտ նվաստանալ, միայն թե Անգելինային չկորցնեմ։ Ինչ նվաստանալու մասին է խոսքը։ Ով է ասում, որ պիտի նվաստանաս։ Հավատա, որ ես դրան էլ եմ պատրաստ։ Եթե Անգելինայի կենսաբանական մայրը լիներ մի ուրիշ կին, ես սենց ծանր չէի տանի։ Ուղղակի Աննայի ու Անգելինայի կապը շատ ամուր է։ Մի ուրիշ ձևով են իրար հետ կապված, այ դրանից եմ շատ անհանգիստ, դու հասկանում ես, վախենում եմ, որ աղջկաս կկորցնեմ։ Սենց էլ բան կլինի։ Գժանոց է շուրջս։ Ով հասցնում փախցնում է, ով հասցնում պատժում է։ Մենակ ես եմ ձեռներս ծալած նստել, ոնց որ թոշակառու լինեմ։ Ավելի լավ է զանգեմ Սոսին։ Չէ, Արամ իսկ զանգեմ։ Դե բա իհարկե, ինչի պիտի մամայից զանգերին պատասխանես, որ Ալո։ Էնում հարսիկնա։ Ես գիտեի, որ դու ես իմ զանգերին պատասխանելու։ Իզուր չի էլի, որ հենց առաջին օրով հավանեցի քեզ։ Չէ, հավանելը որն է, սիրտս բացեցիր, մտար մեջը։ Էլ ոնց ասեմ, որ քեզ շատ եմ սիրում, Մերիս։ Ոնց եք, լավ է ամեն ինչ։ Իմ լավ լինելը կախված է ձեր լավ լինելուց։ Ասա տեսնեմ ինչ կա, չկա, Արամի զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Դե Արամն ու պապան եկան տուն, բայց պապան դուրս եկավ, Արամն էլ հետևից։ Գիտեմ, հեսա տղուս գլխին մի բան սարքելու հետ հետ սանրած մազերը։ Ինչ։
Ինչը ինչ, սոսի ննենց ջիգյարով ես ասում պապա ջան, որ նախանձեցի։ Մի հատ էլ ինձ ասա մամ ջան։ Ինչի է կյանքի իմ հանդեպ սենց անարդար, ինչ եմ արել ես, որ մեղքիս համար, ինչի պիտի ես ես խայտարակության արժանանամ, մատելության ասես կդիմանամ մենակ ոչ երեխեքիս, Ում է պետք իմ կյանքը, մերս, ում ամբողջ կյանքը սրբացրել եմ, ավելի վատը դուրս եկավ, քան են մարդը, ով ինձ կյանք է տվել, ում տենց էլ չներեցի, նույնիսկ հնարավորություն չտվեցի, արդար չի։ Լավ է եկար հալալ։ Այ աղբեր դու խելագար ես, ես ինչ ես անում, վախեցա։ Ուզում էի արդեն քծվեի ջուրը հանեի արհեստական շնչառություն տայի։ Ինչի որ մարդ խեղդվում է, արհեստական շնչառություն է պետք է։ Այ աղբեր ես ձեռ ես առնում։ Ինչ կլինի, որ կյանքը ինձ է ձեռ առնում, ես էլ քեզ մի երկու րոպե ձեռ առնեմ։ Այ աղբեր նենց զանգիր կանչեցիր, ես մտածեցի արդեն մեռել ես։ Էն էլ լաթարի բասենն ես քեզնով զարդարում։ Ես այնքան ես վռազել, լաթերով ես եկել, հա։ Բախոր ես արել։ Դե ապրես, Հենրի տղա։ Էլի ամեն ինչում ես եմ մեղավոր։ Դե նես չզանգեցիր, որ հասցնեի կոշիկ հագնեի։ Լալ, լավ չեմ։ Դե լավ, այդքան էլ վատ չես, ես ավելի վատ էի պատկերացնում։ Հավատա անգերս, հավատա, սրանից վատ չի էլ լինում։ Հա, չնայած երևի սրանից ավելի վատ չի լինում, որ որոշել ես հագուստով լողանալ։ Սուս մնա։ Սենց մի հատ դեպք էլի եմ հիշում։ Այն ժամանակ հագուստով վաննա էր մտել, հիմա ոնց էր պայմաններդ լավացել է։ Բասեն ես եկել։ Ձենը դա։ Բան չունեմ ասելու աղբերս։ Եթե հագուստով քեզ այս ջրի տակ մտնելը հանգստացնում է, դու պրոբլեմ չունես։ Կարող բերանը թփագի։
Ես իմ բերանը մի պայմանով կփակեմ, որ դու քոնը բացես։ Այս գիշերով ինձ բերը հասցրես չիմանամ ինչ ա եղել։ Դե հիմա երկի։ Չնայած դու 7 հատ եր գիտնես, 7-ն էլ հրեշտակիդ մասին է։ Ձերդ կտած դուրս գամ, համ էլ պատմեմ։ Լավ է, հետի ես ինչ եմ կանում։ Դե հել ասա մենամ, դու քանի երկ գիտես։ Արդեն ջղայնացիլ, հա։ Լսի ուրեմն ինչ եմ ասում։ Հենց հիմա այդ ջղայնանալու փոխարեն գնում ես ու մեզ խմելու բան ես բերում։ Լավ էլի։ Հալալ, լավ էլի, ավելի չկա։ Թռի, խմիչք բեր, բա էլը որ օրվա անգերն ես։ Ես քո անգերը չեմ, ես քո հալալն եմ, բայց ես չեղավ։ Դե բա որ իմ ընկերը չես, իմ հալալն ես, գնա խմելու բան բեր։ Ապե կարող է տակ չայ բերեմ, կամ ոսկե տակ գինի։ Դու կարաս կակաո էլ խմես, պոնչիկով, բայց ինձ թունդ խմելու բան բեր։ Վայ հինգի, լավ, ճարս ինչ ընգելեմ պիտի քաշեմ։ Ինչա քո ուտածը, որ ես չկարողանամ իմ երեխեքի աչքերի մեջ նայեմ, որ ես մենակ մնամ։ Ես քեզ սիրում եմ, Աննա։ Քո այդ ծերն էր, որ իմ ամբողջ կյանքը թունավորեց։ Ոչ մի անգամ ինձ համար սենց չպայքարեցիր։ Քուրդ ճիշտ էր ասում, դու ինձ երբեք չես սիրել։ Միքայելի գիրկն ես վազել, փոխանակ ինձ համար պայքարեիր, ոնց որ հիմա պայքարում ես ընտանիքիդ համար։ Հիմա հասկանում եմ ճիշտ եմ արել, որ չեմ պայքարել։ Ով եմ դարձել, ինչեր եմ անում։ Ինձ էլ ձեր նման պիղծ դարձրիք, ինձ էլ ձեր նման ստորուան մարդկային դարձրիք, սպանեցիք իմ մեջ ապրող մարդուն, տականքներ։ Կարաս քեզ չկործանես։ Հալալ, ուզում ես խմի, չէ, գիտես ինչ անես։ Աղբերական փրկությունը մենակ շշի մեջ ես տենում, չեմ հասկանում։ Գիտես ինչ կա, ուղեղս բթացնում է։ Ես չես կարծում, որ սթափ ուղեղի քեզ ավելի շատ պետք կգա։ Ախր դու չգիտես ես ինչերի միջով եմ անցնում։ Աղբեր ես, պիտի ասես, որ իմանամ։ Շուրջս ամեն ինչ փլվում է։ Ամեն անգամ մի բան լինում է, մտածում եմ, որ դրանից ավելի վատ բան չի կարա լինի, մեկ էլ հոպ, հենց բանը հետս պատահում, որ նախորդ եղածին երանի եմ տալիս։ Ընկերես, բայց ինչ եղավ, որ ցես վատ ես, ինչ արի Անգելինան։ Խեղճ անգել, ինքը մենակ մի մեղք ունի։ Ու որն է։ Սոսի ու Աննայի աղջիկը լինելը։ Աղբեր, խոսա էլի, խոսա իմանամ քեզ ոնց օգնեմ։ Ինձ էլ ոչ մեկը չի կարա օգնի։ Չկա տենց բան։ Ամեն ինչ կարելի է ուղղել բացի մահից, իսկ իմ իմանալով ոչ մեկ չի մահացել Փառք Աստծո։ Ավելի լավ է, ինչ որ մեկը մեռներ, քան ես հայտնվեի այս վիճակում։ Արդեն ջղայնացրիր աղբեր, համ կանչը բերը հասցրել ես թե համ էլ չես զում ասես ինչ դրության մեջ ես հայտնվել։ Հալալ, օրինակ ինչ ես մտածում, ինչի են մարդիկ ստոր։ Բարդ հարց ես տալիս, ես եմ։ Ես չեմ ասում, որ ես սուրբ եմ հալալ, որովհետև ես էլ եմ ստոր քայլեր անում,
Բայց ես այդ անում եմ որոշ մարդկանց պաշտպանելու համար։ Իսկ լիքը մարդիկ շարժվում են իրանց կմահաճույքներով։ Անում են նենց ոնց որ իրանց է պետք։ Անում են նենց ինչից իրանց ավելի լավ կզգան։ Ով է քեզ այս ցավ պատճառը։ Ոնց հասկանում եմ հարազատ մեկն է։ Մենակ հարազատ մարդու հասցված հարվածն ասած ծանր։ Հարազատ ասվածը հարաբերական է։ Որովհետև պետք է նախ գտնես ով է քո հարազատը։ Շատ դեպքերում հարազատի դիմակի տակ իրական թշնամիտ է կանգնած։ Ստե անգելնայի հարցը չի, քեզ ուրիշ մեկն է ցավացրել։ Կարող է էլի ձեզ մի քոնա։ Ձեզմիկոյի անունն է դուրս եկել։ Ես իրան նենց լավ եմ հիմա հասկանում։ Ու նաև հասկանում եմ, որ իրա փոխարեն կարող է ավելի վատ բաներ անեի։ Ինքը ավելի լավ է ճանաչել մարդկանց ու իրանց հետ իրանց համապատասխան վարվել։ Ինձ թվաց Հենրիս ստեղ եկած կլինի։ Ինչ է հետդ կատարվում։ Ինչ է եղել, որ ես վիճակում ես։ Երեխեն լացում է, Աննա։ Ինչ է եղել, որ երեխու լացնել չի ստիպում քեզ սթափվել։ Հենրին աստ է եղել։ Խաղալիք հետ կռիվ էր անում։ Աննա։ Աննա հերից տղա եղել։ Վերկաց։ Վերկաց։ Հերից տղա եղել։ Փաստորեն հասցրեց։ Ասել բան չունես։ Իսկ ես ուրիշ արձագանք էի սպասում։
Պապա, ինչ լավ եկար։ Գիտես ինչ անհանգիստ էինք ես ու Արամը։ Արամն էլ դուրս եկավ քեզ փնտրեի։ Զանգի ասա թող տուն գա։ Հա, հիմա կզանգեմ։ Ինքը քեզ անդադար զանգում էր, բայց չէր միանում։ Հեռախոսս կորցրել եմ։ Հիմա ինչ sense երկար կանգնելու ենք ու ոչ մի բանի մասին չխոսանք։ Ասել չգիտեմ ձեզ ինչ ասեմ։ Էս ումն է։ Ուզում եմ քեզ հիշեցնեմ, որ այս Հենրիի հեռախոսը չի, թե հիշում ես։ Դժվար այնքան հյուրեր ունենաս, որ չհիշես ես որ մեկի հեռախոսն է։ Հա? Սպասի։ Ասեմ ում եմ զանգում, թե կարիք չկա։ Սոսի հեռախոսն է։ Միքայել, ես քեզ խնդրում եմ։ Երեխեքիս անունով եմ երդվում։ Երեխեքիս չխառնես քո պիղծ ու ամբարո գործերին։ Ինչ էր անում դա ստեղ։ Ինչ էր անում դա ստեղ։ Ինչ ա տեսել Հենրին։ Ինչ ա տեսել Հենրին, որ դու էլ ես վիճակում ես, աննախոսա։ Ինչ ես արել երեխուս։ Հա? Ինչ ա տեսել Հենրին։ Երեխեքին երեխուս վաղ գրվել ես մեր տուն ու վերջ Չեմ վերնու հայլապես նանց կանեմ ես երկրից կգնաս իմ երեխեքին քո նման մեր պետք չի յախք արա յախք յախք Ես էլ ձյադ մի քան ոնց որ նոստալգիա ապրել ամեն ինչ նույնն է ոնց որ այն ժամանակ էր ուղղակի տեղանքն է տարբեր լավ վերցնում ինչ ասեմ կարող չվերցնեմ մեկը ես բրծում չունես Ալո, բարև ձեզ Միքայել Հենրին ուրա որ դու ես վերցնում ասեմ ուրա ինձ էտ լաթարում է
Բայց երբ անից ես դու իր զանգերին պատասխանում։ Հլասա թո հեռախոսը վերցնի։ Քնածա ձյաց Միքո։ Ոնց քնածա։ Դե մի քիչ քեֆը լավ էր աչքը կպավ։ Պարզա։ Ամեն ինչ պարզա։ Բայց դուք հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, ես աղբորս մոտ եմ, ոնց պետք է հոգ եմ տանում։ Հա, լավ ես անում, չթողես ոչ մի տեղ գնա, գալիս եմ։ Ներող աղբերես, չգիտեմ ճիշտ էր պատասխանելը թե ոչ։ Ամեն դեպքում սիրտս հանգիստ կլինի, ինչ էլ որ լինի պապատ քեզ կօգնի։ Ինչ չես վստահում ձեր ընտանեկան գաղտնիքը։ Հորքուր։ Աննա, ասա բալես։ Հորքուր։ Հորքուր ես վատ եմ։ Բալես ինչ է եղել։ Խոսի հասկանամ։ Հորքուր կգաս մոտս։ Խնդրում եմ, ես այս աշխարհում բացի քեզնից ուրիշ ոչ մեկին չունեմ կգաս։ Պապան ուրա։ Սենյակում։ Գնամ հետը խոսում։ Արամ շատ բարկացած էր, նույնիսկ հետս չխոսած։ Ինչ չասեց ու վեր գնացել։ Չէ, ասում եմ շատ բարկացած էր։ Դե ես էլ չհամարձակվեցի հարցեր տալ։ Լավ, գնամ խոսում հետը։ Պապ, ինչի չես պարկել։ Կանամ իմանամ ուր է իր գնացել։ Կարևոր չի։ Կարևորն է նա, որ իրերը հավաքի, քո ու կնոջը դու գնացեք երկրից։ Ինչ ես խոսում, պապ, ուր գնանք։ Մոսկվա կամ, չգիտեմ, մի այլ երկիր, բայց մերին վերցրու գնացեք երկրից։ Չէ, բացառում է, ես քեզ մենակ էստեղ չեմ թողնի։ Ես էլ քեզ։ Դրա համար էլ խնդրում եմ, որ անհապաղ գնաս երկրից։ Բայց քեզ ինչ եղավ, ինչի տենց որոշումներ սկսեցիր կայացնել։ Մի խորացի, արա այն ինչ որ ես քեզանից պահանջում եմ։ Ինչ, բայց սոսիս նման բան չի սպասում։ Մի տուր իր անունը իմ մոտ։ Ինչի չտամ։ Սոսն իր արարքով անհարգալից վերաբերմունքա ցույց տալիս, թե քրոջդ նկատմամբ։ Որոշել եմ խոսեմ սոսի հետ։ Իմաստ չունի իր հետ խոսելը։ Ես արդեն չգիտեմ ինչ անեմ, որ ինքը ինձնից հեռու մնա։ Չգիտեմ ինչ ասեմ, բալես։ Ուզում եմ մեռնեմ։ Մեռնես։ Դու մեռնողին ու հիվանդին կյանք տվող ես։ Ինչ մեռնելու մասին է խոսքը։ Այսօր իր պատճառով իմ տղեն ու Միքայելը մտածում են, որ ես անբարոյական եմ։ Չասես նման բան։ Քո անմեղությունը կպարզվի։ Հանգիստ եղի։ Ոնց կպարզվի։ Արդեն ինձ պարզվում է, որ մայրական իրավունքից է զրկելու։ Չէ, բալես։ Միքայելը բարի սիրտ ունի։ Ուղղակի այդ պահին ասել է։ Միքայելը չի զրկի քեզ երեխուց, ոչ էլ երեխուն քեզնից։ Այդ պահին, որ իր հայացքը տեսներ, հիմա սենց չի իր ասի։ Շատ եմ տեսել։ Անգամ ուրիշ էր։ Հավաքի քեզ բալես։ Վերջ։ Վաղը կգնաս աշխատանքի։ Ամեն ինչ կանցնի։ Ամեն ինչ կհարթվի։
Ջան։ Միլացի։ Միլացի մաղջիկ։ Որ մեղքիս համար հորքուր։ Ինչ է Աստված ամեն անգամ ինձ սենց պատժում։ Ես ինչ եմ արել։ Ամբողջ կյանքում փորձել եմ ճիշտ ապրել, ամեն ինչ արել եմ, որ բոլորի համար լավ լինի։ Ամեն ինչ թող Աստծո։ Մարդիկ շատ հաճախ կույր են լինում բոլես։ Բայց Աստծո ամենատես աչքից երբեք ոչ մի բան չի վրիպում։ Միլացի։ Ջան, միլացի։ Ջազմիկո ջան, ոնց ասել եք Հենրին ոչ միտեղ չի գնացել։ Չնայած որ գնաց է։ Հեն։ Հեն ջան, ախպերս Ջազմիկոն զանգել է, զանգին պատասխանել եմ ու վсё, այդքան բան էլ բան չեմ ասել։ Կարո ջան, կներես մեզ մենակ թողալի։ Հա, Ջազմիկո ջան, հատկապես հիմա որ գիտեմ Հենրին ապահով ձեռքերում է, ավելի հանգիստ կլինեմ։ Հուսամ ձեզ ամեն ինչ կպատմի։ Հասկացա, Կարո։ Ընկերս, գիտես, հալալը 7 օր ու 24 ժամ կողդ կայնացա, Շամպետինի ցենտրում։ Կներես ես վիճակիս համար։ Ու ինչն է պատճառը, որ ես վիճակում ես։ Գնացել էիր դրա մոտ։ Ընտուն։ Անունը չեմ ուզում տամ։ Գիտեմ, որ ընդեղ ես եղել, ես էլ եմ ընդեղից գալիս։ Պապ, ես չգիտեմ ու չեմ էլ ուզում խորանամ քո հարցերի մեջ։ Բայց խորանալ պետք է, Հենրի։ Չենք կարող անընդհատ ջայլամի պես գլուխներս հողի մեջ թաղենք։ Խոսա, ինչ ես տեսել։ Պապ, ինչ խոսամ։ Ինչ ես տեսել Աննա Բագրատովնայի տանը։ Խոսա, Հենրի, ես գիտեմ, որ սոսը ընդ է եղել։ Ինչ ես տեսել։ Մենակ ես տեսել։ Թե ինչ որ ուրիշ բան ես տեսել։ Խոսա, Հենրի։ Պատասխանը ինչ ես տեսել, որ հիմա ես վիճակում ես։